կա լուրջ վտանգ ռեցեսիայի համաշխարհային շուկայում, տնտեսության մեջ, մասնապես նույն ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ-ի շուկայում եթե լինի այդ ռեցեսիոն անկում, ապա դա անպայման ազդելու է ամբողջ աշխարհի առևտրատնտեսական իրավիճակի վրա։ Մյուս ամերիկյան արտարժույթի արժեքը ընկնում է, իսկ դա ենթադրաբար իրականացնում է հենց Ամերիկայի կառավարությունը, գործող վարչակարգը, որովհետև այդ պարագայում դու ունենում ես շուկայի պաշտպանության լավ պայմաններ, երբ որ քո արտարժույթը ավելի ցածր արժեք ունի համեմատած մյուսների հետ եւ արտահանման ավելի բարենպաստ իրավիճակ։ Եվ երբ որ հարց է տրվում նույն առևտրի նախարարին, Ամերիկայի քարտուղարին, թե դուք դա հատուկ եք անում, ինքը ասում է հիշեք, որ նախագահ Թրամփը ասել է, որ դադարացրեք ձեր հիմնական աշխարհի երկրներին դիմում, դադարացրեք ձեր արտարժույթի մանիպուլյացիաները ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ, այսինքն հատուկ դոլար մի դարձրեք ուժեղ, արհեստական, որպեսզի դուք կարողանաք արտահանեք մեր շուկա, իսկ մենք չկարողանանք մեր շուկան պաշտպանել եւ ձեր շուկաներ արտահանել։ Այսինքն ենթադրաբար դոլարի կուրսի տատանումները, որը կլինեն նաև այն ինչ որ դուք ասեցիք, կլինեն բնական, հա, տրամաբանական, տնտեսական, բայց նաև կառավարելի տատանումներ կան այսօր, որը իրականացնում է ԱՄՆ-ի իշխանությունները, վարչակարգը, փորձելով բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկյան արտահանումների եւ ամերիկյան ներքին շուկայի համար։ Այսինքն տարիֆներ, այո, մաքսատուրքերը դժվար խնդիր են, որը պետք է հաղթահարել, բայց խնդիր կա հաղթահարելու նաեւ այս default կոչվածը։ Անպայման։ Որովհետեւ մեր շուկան եւս կախված է, կապված է դոլարի հետ։ Այդ վտանգը կա եւ այդ վտանգը, ինչպես եւ ասեցի, վերաբերվելու է ամբողջ աշխարհին, մասնավորապես ոչ այնքան պաշտպանված, ինչպես Հայաստանն է, երկրներն։ Ես հիշեցնեմ, որ ձեր ասած 2008-2009 թվականի դեֆոլտի ժամանակ Հայաստանում համաշխարհային ռեկորդ խփվեց։ Ամենաբարձր անկումը եղավ ամբողջ աշխարհում եք տնտեսության։ 500 կետից 500 դրամի կետից իջավ 330, եթե դուք հիշում եք։ Դուք արտարժույթն եք ասում, հա, ես խոսում եմ տնտեսական աճի անկման վերաբերյալ։ Կարող է թիվը սխալ ասեմ, բայց եթե չեմ սխալվում, դա 17% էր անկումը, որը համաշխարհային ռեկորդ էր անգամ այդ իրավիճակում մնացած երկրների նկատմամբ։ Այսինքն այն ժամանակ էլ այսօր էլ հայկական շուկան բավարար պաշտպանված չի եւ կարող է շատ ուժեղ հարված ստանալ։ Հետաքրքիր եւ կարեւոր իմ կարծիքով հավաքեր արտաքին գործերի նախարարների եւ մի քանի հարցում եղան որոշակի դիտարկումներ եւ դիրքավորումներ, որոնք որոշ հարցերին, ինչ որ դուք եք ասում, պատասխանեցին։ Մասնավորապես, եթե անդրադառնանք ԱՄՆ-ի, որտեվ այնուամենայնիվ այդ ամբողջ խոսակցությունները եւ ասեկոսները կային ԱՄՆ-ի դիրքավորումից ելնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ տարբեր մեկնաբանություններից դրա հետ կապված, Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ի պետքարտուղարը մի քանի կարևոր դիտարկում արեց։ Դիտարկում առաջին, որ ԱՄՆ-ն շարունակում է լինել ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ եւ շարունակում է անվտանգային իր մասով պարտավորությունները իրականացնել եւ համագործակցել իր դաշնակիցների հետ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եւ ավելացրեց դրան նաեւ խաղաղօվկիանոսյան հատվածը, որտեղ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն պետք է համագործակցի եւ համագործակցում է Ճապոնիայի հետ, Ավստրալիայի հետ, Նոր Զելանդիայի հետ եւ այլն։ Այստեղ ինքը մի կարևոր բան ասեց, մենք ոչ թե դեմ ենք ՆԱՏՕ-ին, ասեց մենք երբևիցե դեմ չենք կարող լինել ՆԱՏՕ-ին, եթե դեմ չենք, մենք կողմ ենք, որ ՆԱՏՕ-ն ուժեղ լինի, բայց ՆԱՏՕ-ի ուժեղությունը, ուժեղ լինելը դա չի նշանակում միայն ԱՄՆ-ի ուժեղ լինել, դա նշանակում է ՆԱՏՕ-ի մնացած անդամների ուժեղ լինել։ Եվ մենք դա ենք պնդում եւ դա ենք փորձում դարձնել օրակարգ, եւ դա նշանակում է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է իրենց ծախսերը անվտանգության վրա ավելացնեն։ Եվ ասում է այդ ծախսերի տոկոսը համեմատած բանի ընդհանուր ծախսերի հետ պետք է լինի ոչ պակաս, քան 5%։ Ես չեմ ասում, որ միանգամից դա լինի 5%, բայց դա պետք է դառնա 5%, որովհետեւ մենք վստահ լինենք, որ ուժեղ ՆԱՏՕ ունենք, որտեղ ուժեղ ՆԱՏՕ նշանակում է ուժեղ ՆԱՏՕ-ի անդամներ։ Ես կարծում եմ դա կարևոր դիտարկում է եւ կարծում եմ արդար դիտարկում է։ Այսինքն այսօրվա աշխարհում նույն Եվրամիության մեջ եղած խնդիրները կապված նույն ռուս-ուկրաինական պատերազմի հետ, դա բան չի, միայն ԱՄՆ-ի խնդիրը չի, որովհետև
ոնց որ Թրամփն է հենց ասում, պատերազմը եվրոպական տիրույթում է, չէ՞ իրականացվում։ Եվ անմիջական վտանգված են եվրոպական երկրները, չէ՞։ Այսինքն Եվրոպան ինքը պետք է կարողանա այդ իմաստով նաև ինքնաբավ լինել։ ԱՄՆ-ի աջակցությամբ դա կլինի շատ ավելի զորեղ, բայց Եվրոպան ինքը պետք է ինքնաբավ լինի եւ իմիջիալից այդ շարժումը եւ այդ ընկալումը հիմա Եվրոպայում կա եւ կարելի է ասել, որ Թրամփի այդ քաղաքականության արդյունքը ոնց որ trigger լիներ Եվրոմիության համար, եվրոպական երկրների համար, որովհետեւ իրանք գիտակցեն իրողությունը, որում իրենք ապրում են։ Ես առիթ եմ ունեցել ասել, այդ իրավիճակը, որ իրանք համար փապկասուն իրավիճակ է, այդտեղից պետք է դուրս գալ եւ կոշտ հակադարձել եւ անդրադառնալ այն մարտահրավերներին, որոնք գտնվում են։ Եվ իմ կարծիքով Ռուբիոյի այդ դիտարկումը կարևոր դիտարկում է եւ կարծում եմ, որ ժամանակի մեջ ՆԱՏՕ-ն, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրներ, առանձին երկրների խմբեր ավելի ուժեղ են լինելու անվտանգային տեսակետից։ Դա մեկ։ Ահա, այո, ներողություն։ Մյուս բանը, որին Ռուբիոն անմիջական անդրադարձավ, դա նորից կարևոր է, դա ռուս-ուկրաինական պատերազմն է։ Որտեղ ՆԱՏՕ-ի քննարկումների ժամանակ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկումների ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռյուտեն նրան, որ ՆԱՏՕ-ն շարունակելու աջակցել Ուկրաինային այս պատերազմում եւ եթե չեմ սխալվում 20 միլիարդի կարգի եվրո թե դոլար պետք է աջակցությունը շարունակի եւ Եվրոմիությունը առանձին աջակցության ծրագիր անում բանի հետ Ուկրաինայի հետ, որը նույնպես տասնյակ միլիարդ բաների եվրո կամ դոլար, ինը Եվրոմիությունը եվրոպարզա ծավալով։ Ինչ ասեց Ռուբիոն, ասեց մենք չենք պատրաստվում, որտեվ հարցը հետևյալն էր, քննարկվող հարցը, ոտում կախված հարցը, արդյոք Ռուսաստանը իրականում ուզում է խաղաղություն, արդյոք Ռուսաստանը իրականում ուզում է զինադադար, թե օգտագործում է այս իրավիճակը իր դիրքերը մարտի դաշտում ավելի ամրացնելու, եւ Ռուբիոն դրան արձագանքեց հետևյալ կերպ, ասեց մենք չենք պատրաստվում ամիսներ սպասել թե հասկանալու համար, թե Ռուսաստանը ուզում է արդյոք իրականում խաղաղություն, թե չի ուզում խաղաղություն։ Դա տևելու է առավելագույնս շաբաթներ։ Մենք չենք տալու հնարավորություն Ռուսաստանին քննարկումներ ունենալ քննարկումների համար միայն։ Մենք քննարկումները փորձելու ենք բերել արդյունքներ։ Եվ եթե մենք տեսնենք, ինքը ասում է, մենք չենք ուզում այդպես լինի։ Մենք հուսով ենք, որ այդպես չի լինի, բայց եթե մենք տեսնենք, որ Ռուսաստանը փորձում է խաղարկել այս իրավիճակը եւ իրականում չի ուզում ոչ զինազատար, ոչ էլ հետագայում խաղաղություն, ապա մենք մեր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ կփոխենք։ Այսինքն այն ազատության աստիճանները, որը այսօր վայելում է Ռուսաստանը, մասնավորապես Պուտինը, դե գիտեք, 3 թե 3 առաջի օրը էլի խոշոր հարվածներ են եղել Ուկրաինայի նկատմամբ, մասնավորապես Կրիվո Ռոգում խփել են մի սրճարանի, որտեղ սպայական հավաք ա եղել, սպայեր են սպանել 86 սպա սպանվել, բայց նաև սպանվել են, այո, նաև սպանվել են քաղաքացիներ, այդ թվում երեխաներ, անչափահասներ եւ այլն, այսինքն Ռուբիոյի ասածը փաստացի արձագանք էր այդ ամեն ինչին, ասել է, որ եթե Ռուսաստանը այսպես շարունակի, ապա մենք մեր դիրքորոշումը կփոխենք։ Իր դիրքորոշումը փոխելը նշանակում է պատժամիջոցները խստացնել։ Դա պատժամիջոցների խստացումը, հա, ասել է Ռուբիոն, բայց ես ենթադրում եմ, դա նշանակելու է նաև Ուկրաինային հետագա աջակցություն ցույց տալը, ռազմական, այդ թվում եւ տնտեսական։